Ողջույն հարգելի առույցներ, սա ձեր կանխատեսումն է փետրվար ամսվա համար, բոլոր 12 ոլորտների համար։ Ընտրել եմ աստղաբանության 12 ոլորտները, 1-2 բան կարող է այսօր են կողմ լինել, բայց ոչ շատ, որպեսզի հասկանանք, թե ինչ է սպասվում մեզ բոլորիս։ Դե կանխատեսումները կարող եք նայել սովորաբար բոլոր քարտային կանխատեսումները, եթե հստակ ինչ-որ բաներ չեն, պետք է նայել ընդհանրապես բոլոր ձեր լուսնային ասցենդենտի և արևային նշանով, որպեսզի մեկը մյուսին կարող համադրել, որովհետև ընդհանուր առմամբ սա ընդհանուր կանխատեսում է և կարող է և ինչ-որ բաներ ձեզ համար չլինի, դրա համար մյուս տեղից կարող եք գտնել պատասխանը։ Ընտրել եմ այս քարտը, սա մեզ կօգնի ընդհանրապես, որ տեսնենք ինչ է ուզում պատասխանել, եթե չհասկանամ ինչ են ուզում պատասխանել։ Ձեզանից միայն մնում է լայքել տեսանյութը, բաժանորդագրվել այլ ալիքին, ես շատ ուրախ կլինեմ, որ շատանում ենք, դե և ավելի շատ կանեմ այսպես առանձին տեսանյութեր, որ բոլորին է վերաբերվում։ Ահա, իսկ մենք նայենք, առաջինը կնայենք ձեր տրամադրությունը ամբողջ ամսվա ընթացքում, տեսնենք ինչպես եք անցկացնելու ամիսը, ինչպես եք մտնելու նաև ամիսը, կարող մտնում եք ամիս օրինակ, ինչ-որ մի ձևով և հետո ինչ-որ պահեր կան, որոնք որ փոփոխվում են ձեզ մոտ։ Դա եթե վատն է լինում, ես հետո նայում եմ ինչ է սպասվելու։ Տեսնենք առույցների տրամադրությունը փետրվար ամսվա ընթացքում և մուտքը փետրվար իհարկե։ Հաջորդ ոլորտը դա գումարն է։ Ձեր շրջապատը, հարազատները, շփումը մարդկանց հետ, ընտանիք, տուն, ինչ-որ մարդիկ ինչ-որ մարդիկ ամուսնանալու են։ Վայ, ինչ բանա չթողում խառնում։ Երեխաները, գիտեք երեխաների վրա էլ անգամ ընկավ, միգուցե երեխաներն են ամուսնանում, ովքեր որ մեծ երեխաներ ունեն։ Առողջությունը, հարաբերություն, սեր, փաստաթղթեր, ճամփորդություն, աշխատանք, բիզնես, ընկերները և օգնություն ինչ-որ մարդկանց կողմից, միգուցե ընկերների, և ձեր վախերը, ձեր գաղտնիքը և խնդիրները, ինչում կարող են լինել։ Ահա, այսպես և հիմա արդեն նայենք կանխատեսումը, սկսենք ձեր տրամադրվել եք բոլորին խաբեք, խաբելու եմ սրան, նրան, սա ինչ-որ խաբեություն է, փորձեք հեռու մնալ դրանից, ամսվա ընթացքում փորձեն ձեզ անընդհատ խաբել, կամ դուք պետք է լինեք խորամանկ, որպեսզի ինչ-որ բաներ անեք։ Ոյ, խորամանկությունն էլ կորուստ կբերի, խաբեությունն էլ կորուստ կբերի, ուղղակի պետք է զգոն լինեք և տրամադրված չլինեք ինչ-որ մեկին, չգիտեմ, ինչ-որ գումարայինով վնասել կամ և այլն։ Այստեղ կամ այս նման մարդիկ են ձեր շրջապատից գնալու այս ամիս, գնալու են անվերջ, անվերադարձ, կամ դուք եք հանելու, կամ սա ոնց որ կորուստ է նաև ինչ-որ ձևով ձեր համար, միգուցե կարող է մանր-մունր խնդիրներ են ստեղծում և զգում եք, որ թե սով են ձեր շրջապատում և իրենց հանում եք դուրս, հանելուց անվերադարձ եք, գնում են այլևս չեն գալու։ Եթե ոյցե խնդիր լինի, եթե խաբեություն լինի, դուք եք կորցնում, անվերադարձ։ Եվ եթե դուք լինեք խորամանկ և ինչ-որ մեկին թեկուզ փորձեք խաբել, որ ինչ-որ մի բան կորցնի նա կամ դուք եք կորցնելու դրա հիման վրա և էլի անվերադարձ։ Մարդիկ կարող են անունը կորցնել, մարդիկ կարող են ինչ-որ մի բան, հա, պետք է շատ զգոն ապրել, այնպես անել, որ ձեր ընդհանուր տրամադրությունը չընկնի։ Եթե ուզում եք խորամանկորեն ոյցե քայլեր անել, արեք, բայց ոչ այնպես, որ կորուստ լինի ներսում, այդպես, որտև կորուստը դա կլինի ընդմիշտ։
Տեսնենք գումարը։ Գումարը այստեղ կարող է լինել նաև օտար երկրից, կարող եք դուք ուղարկել գումար, կարող են իրենք ուղարկել գումար, գուցե ցանկանում եք ինչ-որ գումար վաստակել ինչ-որ չափի, ապա այդ գումարը կարող եք վաստակել, նայեք գումարն էլ ընկավ, կամ սա ձեր ինչ-որ մի կարևոր մի բանի վրա եք կարող գումար ծախսելու այդ ամիս, որը փոխել ձեր կյանքը, գուցե լավացնել, որովհետև աստղը դա փայլուն է, դա ինչ-որ մի բան կարող եք տեսնել, փայլուն գնել, օրինակ ադամանտ կամ ինչ-որ մի բան է, որը աչք կծակի ու կցանկանաք գնել։ Կամ այնքան գումար կարող է գալ ձեզ մոտ փետրվարին, որ դուք էլի ձեզ աստղ կարող եք զգալ։ Կամ ձեր ցանկությունները կատարեք, եթե գումարի եք սպասում, եթե գումարը կապ ուներ ձեր ցանկության իրականացման հետ, ապա կարող է գալ եւ դուք կկարողանաք այդ գումար կամ գումար շատ կվաստակեք։ Գուցե այն ինչով որ զբաղվում եք հայտնի կլինի եւ դուք կսկսեք շատ գումարներ վաստակել ուղղակի այդ գործունեությամբ։ Այսօր ֆինանսական վիճակը այստեղ հիանալի է ձեզ մոտ։ Դրսից է գալու գումար, կարող շատ գումար է գալու, կարող է դուք եք էլի գումար փոխանցում, ամեն դեպս գումար ունեք, չէ՞ որ փոխանցում եք։ Եվ տեսնենք շրջապատը, շփումը, հարազատը, այստեղ շփում շատ կլինի նամակագրական կապի միջոցով, ոմանց համար սա կարող նոր ծանոթություն է։ Շփում այդպես նամակագրականով է կամ Facebook-ով շատ կշփվեք, Instagram-ով, միգուցե եթե առևտուր եք անում այստեղ գումարի հետ կապված, ապա եւս այստեղ նամակագրական կապը բավականին շատ կլինի ձեր քրոջ, եղբոր հետ, միգուցե նոր մարդկանց հետ եք ծանոթանում, հաճախորդ է եւ այլն։ Բավականին էմոցիոնալ այստեղ կարող է նաեւ գաղտնի նամակագրություն լինի ոմանց համար, գիշերը կարող է լինել նաեւ այդ նամակագրությունը ոչ ոք չտեսնի կամ փակ նամակագրություն է, այնտեղ կա չէ որ գցեք միտեղ, որտեղ ոչ ոք չի տեսնում, միգուցե նմանատիպ ինչ որ նամակագրություն է եւ նա բավականին էմոցիոնալ կլինի, կարող է այստեղ հարազատների հետ եք ավելի շատ շփվում։ Այստեղ իրոք հասարակության հետ նաև կարող եք շատ շփվել եւ գիտեք մարդը բավականին էմոցիոնալ կլինեք, այսպես առույգ, սրա հետ կգրեք, նրա հետ կխոսեք, հենց ինձ թվում է դա կարծես թե ինչ-որ աշխատանք է, կամ Facebook-ում կլինեք շատ ակտիվ, կամ ինչ-որ գործունեություն է, որը էլի կարող Facebook է, Instagram է, ինչ-որ նմանատիպ ոչ այդտեղ։ Եվ կարող է սա, օրինակ, եթե առիթի եք պատրաստվում, ապա ոնց որ քննարկում եք նամակով, կարող է պատվիրում եք, նամակով խոսում եք, շփվում եք, եւ ձեր շրջապատի մարդիկ են այստեղ բավականին շատ, եւ պետք է ուշադիր լինեք, որտեղ այստեղ նաեւ սխալ շրջապատ է, դեպ պետք է ուշադիր լինեք, որպեսզի այդ սխալ շրջապատը չմտնեք, որտեղ այս շրջապատում ամեն ինչ էլ կա։ Ամեն ինչ։ Փիս բաներից մինչեւ ավելի փիս բաներ։ Նրա համար պետք է ուղղակի այնպես անեք, որ եթե նոր ծանոթություն է, ապա փորձեք այդ շրջապատը չմտնել։ Եթե մենք խոսում ենք այստեղ շրջապատից եւ շփվելուց, կարող է ինչ-որ մարդիկ են, որտեղ ծանոթանաք դրսում, բայց դա ձեզ համար տանելու է մութ շրջապատ, մութ գործողություններ եւ այլն, ինչ-որ բաների օգտագործում, գիշերները տուն չգալ եւ այլն, հա, ինչ-որ դիսկոտեկաներ, բաներ։ Այդ շրջապատը լավը չէ, պետք չի մտնել։ Եթե նոր շրջապատ է, նոր ինչ-որ մի բան է, որտեղ կծանոթանաք դրսում մարդկանց հետ։ Եվ տեսնենք տունը բոլորի մոտ սա են գնում, չեմ հասկանում։ Շատ եք խոսելու։ Շատ շփում ընտանիքի ներսում, ընտանիքի անդամների հետ, դա սա էլ ընտանիքի անդամ, բայց ուղղակի ոնց որ քույր, եղբայր, սա հենց եւ ձեր ընտանիքը եւ ծնողները։ Ինչ-որ բաներ եք քննարկելու, փոփոխության հետ կապված է դա քննարկումը, միգուցե ցանկանում եք տեղափոխվել մեկ այլ տուն, մեկ այլ երկիր, միգուցե հղիության մասին է խոսակցությունը գնում, գուցե ծննդաբերության, այստեղ հստակ տունն է։ Իրոք ցանկանում եք տեղափոխվել,
կամ տունը, կամ տարածքը, կամ երկիրը, քաղաքը, հա, այստեղ ցանկություն կա տեղափոխվելու եւ կարող է դա է քննարկում փետրվար ամսին։ Ոնց որ կարիքը կա կամ ուղղակի ուզում եք փոփոխություն ձեր մոտ կամ տունը վերանորոգել կամ տունը մեծացնել, տուն գնել, տունը վաճառել, այդպես այն ինչ որ բան է որ հստակ նայեք տունն էլ է ընկել։ Գնում եք հայրենիք, եթե դրսում եք մի խոսքով ինչ որ այստեղ կամ տարաձայնություններ նաև կարող լինել։ Մեկը ուզում է, մյուսը չի ուզում։ Ընդհանրապես սա նաև լեզվակռիվն է։ Դա նաև կարող են բամբասել ձեր ընտանիքում տեղի ունեցող փոփոխությունների մասին։ Կարող է ուզում եք տեղափոխվեք մեկ այլ տուն, ու ավելի լավն է այդ տունը, ավելի լավ պայմաններ են եւ սկսում են բամբասել դրա շուրջ։ Երեխաները, տեսնենք, երեխաների հետ կապված Իրենք տեսնում եք նույն քարտն են, ինձ թվում է ավելի շատ երևի երեխաների հետ է շփումը, հիմա չեմ զարմանա, եթե լինոյս նույն քարտերը այստեղ են դուրս կան։ Ունեք ինքը երկու քարտ է, դրանից երկուսն էլ դուրս են եկել, մեկը ընտանիքը, մեկը երեխաները։ Այնտեղ կարող է ձեր երեխաները որոշեն ամուսնանան կամ ծանոթանան ոչ մեկի հետ, գործարք կնքեն, չէ պայմանագիր կնքեն, գուցե աշխատանքային պայմանագիր է, իրենց տնօրենը կարող ինչ-որ բան են առաջարկել այստեղ կամ հենց ամուսնություն է։ Կամ ձեր երեխան է ամուսնանում կամ երեխաների հետ ինչ-որ բաներ եք պատրաստվում։ Գուցե մեկի ամուսնությանը, կարող ձեր քույրն է, եղբայրն է, հա, ձեր երեխաների հետ օգնում եք ձեր քրոջը կամ եղբորը, որպեսզի նա ամուսնանա կամ նման ինչ-որ պահեր։ Որ կազմակերպեք ամեն ինչ։ Նաև կարող է սա ձեր տղան է ամուսնանում։ Ձեր տղան է եւ դա խոսում եք, քննարկում եք, միգուցե հարսանիքի մասին եք քննարկում ձեր տղայի հետ, ամուսնու հետ եք այստեղ կարող է խոսում ձեր երեխաների ամուսնության վերաբերյալ։ Ձեր երեխաների գործարքների վերաբերյալ, հա, կարող գիտեք, այստեղ ասում են, որ գործարք պետք է կնքեն եւ դուք ոնց որ որպես ծնող մի հատ վերանայում եք արդյոք այդտեղ խաբեություն չկա, թե ոչ։ Նոր հետո ոնց որ թույլ տաք կամ ձեր կարծիքը ասեք։ Կարող է ձեր երեխան օրինակ մի փոքր իրանից տարիքով մեծ մարդու հետ է շփվում եւ ուզում է նաեւ իր հետ էլ ամուսնանալ։ Տեսնենք առողջությունը։ Առողջությունը հիանալի է, ոչ մի խնդիրներ չկան, բացարձակապես թռիվռի, ոչինչ։ Բացարձակ, այստեղ անգամ հղիություն է սպասվում, ծննդաբերություն է սպասվում, բայց ոչ ինչ-որ խնդիրներ։ Բացարձակապես ես խնդիր չեմ տեսնում։ Շունիկի նման է, տեն ոնց է ինքը թռնում։ Այդտենց ինչ-որ առողջություն է սա, ոչինչ չկա, ոչինչ։ Միայն կարող եք անգամ եթե հղի եք, ոնց որ թեթև եք տանում, եթե փետրվարին օրինակ վերջին 9-րդ ամիսն է, դուք ձեզ կզգաք շատ թեթև կասեք, ես հղի եմ, նման բան չկա։ Այ որ նման ոչ է պահեր կա, թեթև եք տանում։ Տեսնենք նոր սեր, կամ ընտանիքում սեր, հարաբերություններ, փոփոխություն։ Եվս փոփոխություն այստեղ հարաբերություններում։ Միգուցե փոխվում է հարաբերությունները դեպի ավելի մեկ այլ էտապ, ավելի լրջացնում եք ձեր հարաբերությունները։ Միգուցե այստեղ դուք գնում եք ձեր սիրո մոտ, ձեր երկրորդ կեսի մոտ, կամ ինքն է գալիս ձեզ մոտ։ Այստեղ ընտանիքը միավորվում է, փոփոխություն է, ընտանիք եք կազմելու, այստեղ սերը իրոք բերում է դեպի ընտանիք։ Միգուցե եթե նոր եք հարաբերություններ ունենում, նոր եք ծանոթանում, ապա այդ ծանոթությունը ինքը թռիվռի ծանոթություն չի լինելու ձեզ համար։ Դա տանում է ձեզ որպես ընտանիք։ Սա ընտանիքն է, նաև հիանալի է ընտանիքը։ Հարաբերությունները հիանալի դեպի լավը կփոխվեն, եթե խնդիր էլ կար, ապա այդ խնդիրն էլ է վերանում։ Կարող է հղիություն է սա, սիրո մասին եք խոսում, հա, երեխաներ ունենալու մասին եք խոսում այստեղ, ընտանիք կազմելու մասին եք արդեն խոսում իրար հետ, այդպես։ Հարաբերությունները ավելի է լրջանում, ավելի լավանում է։ Ովքեր որ միայնակ են, կարող է դրսում հանդիպեք, ինչ-որ մի ճամփորդության ժամանակ, դրսում, փողոցում, ինչ-որ միտեղ գնալու ժամանակ։
Եվ տեսնենք փաստաթղթերը, ինչ ասում ես փաստաթղթերը, ինձ փաստաթղթերի քարտն էլ ընկել է, կզբաղվեք ոչ է փաստաթղթերով, սա պայմանագիր կնքել է, սա զաքսավորում է, սա նաև բաժանման քարտն է, այսինքն մարդը ինչ որ գործողություններ է անում պետական հիմնարկությունում։ Դա նաև ոչ է գաղտնիք կբացահայտվի, կամ ինչ որ փաստաթուղթ եք ստանում, որտեղ նշված է ոչ է գաղտնիք։ Պետական հիմնարկությունը, հստակ պետական հիմնարկության հետ կապված ոչ է փաստաթղթեր պետք է տակ, փաստաթղթեր վերցնեք, ես ինչ-որ խնդիրներ այստեղ չեմ տեսնում, կամ պետական հիմնարկությունից ոչ է ինչ-որ պատասխաններ կարող եք ստանալ փետրվարին, նորություններ կարող եք լսել, եթե նորություն եք, որ տեսնենք ինչ է։ Գուցե երեխաներին է վերաբերվում, գուցե բիզնեսին է վերաբերվում, ինչ-որ բաներ եք փոխում։ Դեսի ինչ-որ հատուկ բաներ չկա, վատ բաներ ես չեմ տեսնում, որ ասեմ, ինչ-որ խնդիրներ կան։ Այստեղ պետական հիմնարկության հետ է կապված հարցը, որը կարող է վերաբերվել երեխաներին, օրինակ կարող լինել հիվանդանոց, ոմանց համար ուսման կենտրոն, երեխաների փաստաթղթերը, կարող դատական գործեր են այստեղ ալիմենտի հարց է, դա եւս է, այստեղ կարող միգուցե խոսեք իրար հետ, հասկանաք, իմաստուն ձևով հասկանաք իրար հետ, ավելի ճիշտ։ Իսկ եթե ոչ, այստեղ կարող է օձ է եւ ում հետ որ կարող եթե դատական գործեր է, ում հետ որ նմանատիպ գործի մեջ է կարող օձ է։ Եվ պետք է խոսեք իր հետ ավելի հանգիստ, որպեսզի հասկանալի լինի։ Բայց այստեղ ինչ որ հատուկ, տեսնենք լավ է, օձից հետո ամեն ինչ կկարգավորվի, եթե ինչ որ մի հարցեր կան, բարդ հարցեր կան կամ լուրջ հարցեր կան, ամեն ինչը նորմալ է լինելու։ Ոյ, ամեն ինչը նորմալ չի լինելու, որտեղ ինձ թվում է օձը օձություն է անելու։ Ինչ որ օձավարի պահեր կարող լինել։ Ամենայն դեպս, եթե երեխաների ուսման հետ է կապված այստեղ, պետք է ամեն փաստաթուղթը ճիշտ լինի, նորմալ լինի, որովհետև դա բարդություններ կարող են սարքել, մանր-մունր խնդիրներ կարող են սարքել, որ սա չկա, նա բերեք, նա արեք, նա տարեք, հա, եւ այս մանր-մունր խնդիրները եւս ինչ որ մի ձևով կկարողանաք ինձ թվում է լուծել, որովհետև ոնց որ ինչ որ բան պակաս է, ճիշտ չէ, եւ դրա հիման վրա էլ ինչ որ այստեղ խնդիրներ են ստեղծում, որ այդ փաստաթուղթը ճիշտ լինի։ Անեք փաստաթուղթի քարտից էլ ընկա անցանք փաստաթուղթը, որովհետեւ ոնց որ պետք է լիարժեք լինի, ինչ որ եթե մի բան եք դիմում այդ ժամանակ, եթե երեխաների հետ է կապված, եթե ինչ որ բիզնեսի հետ է կապված, ապա պետք է լիարժեք ամեն փաստաթուղթը ճիշտ լինի, որ հետո նոր կարողանաք ոչ մի խնդիր չլինի, որտեղ կարող է մանր-մունր խնդիրներ լինեն, չանեն այդ գործը, որտեղ ինչ որ մի բան պակասում է։ Շատեր։ Դե փաստաթուղթը Ճամփորդությունը տեսնենք, ճամփորդությունը այստեղ կարող է գնալ նաև այնտեղ, որտեղ նախկինում եք եղել, որտեղ որ ձեզ շատ է դուր եկել եւ կարող է նորից էլի ցանկանաք այցելել այդ վայրը, նույն տեղ, նույն քաղաք, նույն վայր, այդպես։ Ում կարող է ձեզ ընկղմվեք ձեր հիշողություններում, ձեր մանկության տարիներին, ինչ է եղել, ինչպես է եղել գնաք հենց նմանատիպ վայրերը, բայց այս ամիս կարծես թե չէ ոնց որ այս ամիս եթե օգնող ձեռք ունեք, եթե ֆինանսը ձեր ձեռքում չի ել, ինչ որ մեկը պետք է վճարի տոմսերի համար, որտեղ գնաք ճամփորդության, ապա այո, կարող եք։ Իսկ եթե ոչ, ապա այստեղ խոչընդոտներ կան, խնդիրներ կան, եթե միայնակ եք, ապա ոնց որ դեռ պետք է աշխատեք, ուժ հավաքեք, գումար հավաքեք, նոր կարողանաք գնալ։ Գուցե եւ փետրվար ամիսը այստեղ ձեզ համար այդքան էլ հստակ չի գնալը։ Միայն այն մարդկանց համար, ովքեր իրանց ձեռքում չի գումարը, դուք չեք, որ գումար եք վաստակում տանը, կան մարդիկ, ովքեր որ ունեն այդ գումարը, որովհետև ձեզ մոտ խոչընդոտներ կան, գնալու այնտեղ, որտեղ որ անցյալում եղել եք, կամ ձեր ծննդավայր կամ մի բան, հա, այստեղ, եթե մեկին դիմեք օգնի, հա, բայց այդպես էլ կարող ընկնեք հետո պարտքերի տակ, ինձ թվում է պարտքերով չարժի գնալ, ոչ է մի տեղ հասնել հետ գալ։ Նայենք ձեր կարիերան, առաջ խաղացում է սա, միայն առաջ խաղացում,
աշխատանքում ոգևորված, այսպես շատ արագ որից է փոփոխություն տեղի կունենա ձեր կարիերայում, ձեր աշխատանքում, որ դուք էլ չեք հասցնի պատկերացնեք, ինչ որ մի փոփոխություն է շատ մեծ։ Գուցե տանն եք որոշում գործ անեք եւ բավականին արագ առաջ եք տանում ձեր գործերը, գուցե տան հետ կապված բիզնես է, գուցե տան իրեր եք պատրաստում այդ բիզնեսն է, կամ աշխատանքը տեղափոխում եք տուն եւ ավելի արագ եք կարողանում անել այդ գործը, քան աշխատանքի վայրում եք օրինակ անում։ Ինչ որ պահեր են, որ այստեղ ավելի լավ է լինելու ձեր գործերը։ Նայեք, հասարակական ոչ է գործունեությունը, որը կարող եք անել տանից եւ ավելի ոգևորված եւ ավելի առույգ եւ ավելի լավ, հա, դուք ձեր գործերը կանեք, հա, ինչ որ կա։ Կընդունվեք աշխատանքի կամ աշխատանքը կփնտրեք այդպես լավ աշխույժ եւ կարող է նաեւ գտնեք ոչ է ինչ որ դա այստեղ արդեն սա կարող է ցույց տալ ոչ է գործարան, ոչ է պահեստ, ոչ է տարածք փոքր կամ թեկուզ կողմից է ինչ որ փակ տարածք է, ոչ թե մարդկանց հետ կարող եք այստեղ շփվել կամ մտնում եք ձեր տուն, տան մեջ եք աշխատում եւ հասարակության հետ սոցցանցերով։ Ինչ որ մեծ տարածք է, որտեղ կարող է շատ մարդիկ կան, հա, օրինակ գործարան է, ինչ որ միտեղ է եւ այնտեղ եք նաեւ աշխատում։ Բայց սա արագ աշխատանք է, արագ պետք է անեք, արագ կազմակերպեք նաեւ, եթե թեկուզ տանն եք անում, ապա եւս հա այդ աշխուժությունը այնքան կլինի ոգևորվածությունը, որ շատ գործ կանեք եւ այստեղ մարդկանց մեջ կլինեք։ Տեսնենք, այս որ անեք օրինակ, եթե թեկուզ աշխատանք գտնել եք, կգտնեք արդյոք թե ոչ եւ եթե բիզնես օրինակ տանը անեք, եթե գործ անեք տանը, հաջողություն կլինի թե ոչ։ Մի քիչ այդքան է չէ։ Այստեղ կամ ինչ որ կին է խանգարելու, հա, որովհետեւ կարող է տանը տեղ չկա։ Տան մեջ խոսակցություն լինի, եթե ինչ որ գործ անեք։ Իսկ եթե մտնեք աշխատանքի ինչ որ միտեղ, այստեղ կին է, որի հետ որ կարող եք նաև օրինակ վիճել։ Այստեղ վերադառնանք սրան։ Այստեղ կար խաբերություններ, կար պահեր, հասարակության հետ աշխատելու ժամանակ պետք է ամեն ինչը մաքուր լինի, որովհետև կարող է վեճ առաջանալ ոչ է կնոջ հետ։ Դրա համար պետք է ճիշտ աշխատել, ճիշտ ձևակերպել բոլոր գործերը։ Եթե այստեղ ընդունվում եք աշխատանքի, հա, եւ աշխատում եք մարդկանց հետ, եւս էլի պետք է իրանց վերաբերվել շատ ճիշտ, որպեսզի խնդիրներ չլինեն։ Միայն դա է։ Պետք է արագ եք անում, լավ եք անում, բայց պետք է այնպես անեք, որ մարդկանց հետ շփվելու ժամանակ վեճ չառաջանա ձեր մեջ։ Եվ տեսնենք ընկերները օգնությունը, ինչ օգնություն կստանաք, այստեղ ընտրության առջև եք, այդ մարդկանց ընդունեք ձեր կյանք թե ոչ, այդ մարդկանց դիմեք թե ոչ օգնության համար։ Գուցե թողնեք այդ ընկերոջը թե ոչ, նայեք, նույն քարտը։ Նույն քարտերը այստեղ կամ իրոք շփվեք այդ մարդու հետ թե ոչ, թե գնաք ամեն մեկը ձեր ճանապարհներով։ Շատ եք մտածում այդ մասին, արժե արդյոք իրեն պահել ձեր կողքը, արժե արդյոք իրեն դիմել օգնության համար։ Ինձ թվում է չարժի իրեն դիմել օգնության համար, որովհետև կարող այդ պահին բորբոքված եք, ուզում եք ինչ-որ մի հարցով դիմել։ Եթե աղջիկ եք, այստեղ ավելի լավ է տղաների դիմեք, քան եւս աղջիկներին։ Այստեղ կարող է նաև բորբոքված ժամանակ որոշում կայացնեք եւ ձեր ընկերներից ինչ որ կողմ մի քանիսին կամ մեկին հեռացնեք։ Հետո կարող եք փոշմանել, հետո կարող եք չփոշմանել, բայց կարծես թե այդ ընտրությունը որ ինչ որ մի բան է արել կամ ինչ որ մի բան է պատմել ձեր կյանքից ինչ որ մեկին եւ ուզում եք վերջ տալ այդ ընկերությանը։ Կամ կարող է ի վերջո բորբոքված ժամանակ փորձեք գումար վերցնել, օգնել կամ իրեն դիմել օգնության համար եւ հետո ինչ որ մի բան այնպես չի լինի, որովհետեւ դուք հետո բորբոքվում եք։
հենց փոշմանում եք, որ իրեն եք դիմել, կարող ամբողջ ընկերությունով մենք իմանում եմ, որ դուք խնդիր ունեիք եւ իրեն դիմեցիք։ Կամ դա ինչ-որ մի տղա է, կամ լավ կլինի եկամ այդ տղան է ձեզ հանգստացնելու, կամ ոչ է տղա է միգուցե։ Տղա է, իրեն եք դիմում, կամ այդ տղային պետք է դիմեք։ Եթե տղան է, բա այստեղ բորբոքված, հա, ձեր ընկերության մեջ այնպես անում, որ դուք այդպես բորբոքվում եք, ապա գործ չունեք իր հետ։ Եթե ոչ, ապա այս տղային պետք է ավելի լավ է դիմեք, որ ինչ-որ եթե հարցեր ունեք, ապա դիմեք միայն այդ տղային, ոչ թե որևիցե ընկերների մեկ այլ։ Այն մարդուն, ով որ փակ է ավելի շատ, բերանը ամեն ինչը փակ է։ Տեսնենք վախեր, ինչ վախեր ունեք, ինչ խնդիրներ, գումար կորցնել, գումար շատ չաշխատելու վախն է ձեզ մոտ։ Խնդիրները նաև եւս էլի կարող է ավելորդ ծախսեր եք անում, խնդիրները եւս կապված են գումարի հետ, նաև վախը եւս գումար։ Այստեղ գումարը լինելու է այնպես, որ չեմ կարծում, որ ինչ-որ գումարի կարող է ընդհանուր ֆոնն է, հա, ձեր վախը, բայց կարող փետրվարի վերջ արդեն զգաք, որ չէ, գումարը կար, ամեն ինչ կար, պետք չէր օրինակ վախենալ ինչ-որ մի բանից։ Եվ կարող է գաղտնի, ոչ է գումարներ վաստակեք, որ ոչ միտեղ չգրանցեք այդ գումարը, ոչ ոքին չասեք այդ գումարների մասին, կամ գաղտնի ծախսեր անեք, եւս էլի չասեք ոչ ոքին։ Ինքի վախը իրոք շատ է գումար չունենալու։ Կամ կվախենաք ինչ-որ մեծ բան գնեք, որովհետև հետո կմտածեք կարող է գումար չեք ունենա։ Ամեն ինչ նորմալ է լինելու այստեղ, այնպես որ ոչ մի բանից պետք չի վախենալ։ Եթե վախենում եք, նաև կարող է գումար եք ծախսում նվերի վրա։ Ում մեծ իր կարող եք ստանալ որպես նվեր։ Եվ կարող է իրոք վախ կա, որ թե ոնց ցույց տաք պետությանը, չէ, հատկապես եթե օտար երկրում եք ապրում, որ նմանատիպ ոչ մի բան եք նվեր ստացել, չէ, որ թանկարժեք, շատ թանկարժեք բաները իրոք գլխացավանք են, խնդիրներ են ստեղծում։ Բայց եթե վախ կա, ապա սրանով պետք չի վախենալ։ Ոչինչից պետք չի վախենալ, գումարի խնդիր չեք ունենա, եթե ինչ-որ բան եք ուզում գնեք հանգիստ։ Միևնույնն է, այստեղ կա գաղտնի գումարներ, որոնք որ վաստակում եք, հա, պետք չի վախենալ, միևնույնն է ինչ-որ մի տեղից հաստատ կա։ Կարող վախենում եք, որ գաղտնի գումարներ եք վաստակում, ինչ-որ մարդիկ կիմանան, հա, ինչ-որ պետությունը կամ ինչ-որ պահեր կիմանան եւ միայն դա է, հա, եթե վախը կա այդպես գաղտնի գումար աշխատելու, միայն դա է։ Այսքանը ձեզ համար, թող որ փետրվար ամիսը ձեզ համար լինի միմիայն հաջողություններով լի ամիս, բոլոր առումներով, լավ եղեք։